Բարև ձեզ արգելի հեռուստադիտողներ 168 TV-ի եթերում ռիվյուն է։ Մեր տաղավարում հյուրընկալել ենք թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանին։ Բարև ձեզ, պարոն Լոքմագյոզյան, շնորհակալ եմ մեր հրավերն ընդունելու համար։ Եթե ամփոփենք Արարատ Միրզոյանի Թուրքիա կատարած այցը, ինչ ունենք, արդյոք հայանպաստ որևէ հայտարարություն կամ որևէ գործընթաց դուք տեսաք նրա այս այցի շրջանակներում եւ ինչ օրակարգով էր նա գնացել Անտալիա։ Գիտեք ինչ ես ձեր հարցին հարցով պատասխանեմ մեր իշխանությունների, այսօրվա իշխանությունների որևէ գործունեության մեջ հայանպաստ ինչ որ մի բան կարող եք դուք ասեք կամ ինչ որ մեկը կարող է ասի։ Իհարկե այդ պատճառով էլ այս հանդիպումից ես վատ բաներ էի գուշակում, որովհետև ամեն անգամ որ մեր իշխանություններից ինչ որ մեկը գնում է թուրքերի հետ նստում է բանակցում է եւ այլն, մի վատ գանխագուշակում եմ ունենում եւ դա արդարանում է եւ այս անգամ էլ իհարկե արդարացավ երբ որ նայենք թե Միրզոյանը ինչեր ասեց դրա հետ կապված եւ ինչեր խոսեց այնտեղ այդ հանդիպման ժամանակ տեսնում ենք որ այդ կապիտուլյացիոն պայմանակիրը որը խաղաղության պայմանագրի անվան տակ են մեզ հրամցնում մի բան էլ զարգացավ ավելացավ Միրզոյանը օրինակ ասեց որ կապիտուլյացիոն խաղաղության պայմանագրի հետ միասին նաև մի ուրիշ պայմանագիր է լինելու իրար հետ նույն ժամանակ որով բանը հրաժարվելու ենք մենք Մինսկի խմբի գործունեությունից, այսինքն լուծարվելու է երկու կողմը համաձայնվելու է։ Հիմա դա ինչ է? Դա կապիտուլյացիա չէ, դա վատ բան չէ, մեր նկատմամբ տեսեք Մինսկի այն որ ասում են Արցախի կարգավիճակը չէր որոշվել, Հայաստանը չէր ճանաչել եւ լավ հարց կտանք դե Մինսկի խումբը ինչի համար էր, Մինսկի խումբը ինչի համար էր աշխատում, հենց Արցախի կարգավիճակը ճշտելու համար, այնպես չէ որ Արցախը գոյություն չուներ աշխարհի համար, այստեղ տեսնում ենք որ աշխարհի համար էլ ինչ որ մի Արցախ գոյություն ուներ եւ նրա կարգավիճակը ճշտելու խնդիր կար այստեղ, Մինսկի խումբի գլխավոր բարդականությունը դա էր, գլխավոր գործը դա էր, այսինքն այնպես չէ որ Արցախը վաճառվել էր նախորդ կամ Արցախը կարգավիճակ չուներ, որ Հայաստանն էլ չէր ճանաչել եւ այն ընդհակառակը այստեղ քննարկումներ էին գնում եւ Մինսկի խումբն էր դա անում Մինսկի խումբի վերացումը դա բերելու է այն բանի որ միակ միջազգային կառույցը, չէ՞ որ Ռուսաստան, Ֆրանսիա, Ամերիկա կային այնտեղ, միակ միջազգային կառույցը, որը զբաղվում էր Արցախի խնդիրների հետ եւ հաստատկապես կարգավիճակի հետ դրան մենք վերացնում ենք եւ սա արդեն վերջնական քայլն է այդ ամեն ինչի ինչ որ կատարվում է Արցախի հետ կապված մեր իշխանությունների կողմից Արցախը հայտարարեցին Ադրբեջանի տարածք եւ այլն եւ վերջում մնաց միայն այդ միջազգային կառույցը որը Արցախի անունով Արցախանով եւ մի բանը կարգավիճակի հետ կապված խնդիրներ ուզում դա այդ պիտի վերացվի եւ Արցախի հետ կապված ոչ մի հետք չի մնա այլևս քաղաքական դաշտում եւ մեր ուղերներում Մյուս հարցը վերաբերում է սահմանադրության փոփոխությանը քննարկումների ընթացքում ըստ ձեզ Հայաստանի իշխանությունների պատրաստակամությունը փոխել սահմանադրությունը արդյոք Ադրբեջանի պահանջի կատարումը չէ որովհետեւ նրանք ասում են որ դա իրենց օրակարգն է թեպետ ադրբեջանից են օր ու գիշեր խոսում նույնիսկ Միրզոյան Բայրամով հանդիպման ժամանակ էլ Բայրամովը պնդում էր որ պետք է այդ նախապայմանները կատարվեն բայց այստեղ հանրությանը փորձում են համոզել թե դա բացառապես հայկական օրակարգ է Դրա համար ես խոսում եմ կապիտուլյացիոն պայմանագրի մասին, խաղաղության պայմանագիր չէ եւ խաղաղության պայմանագիր չի կարելի կոչել հենց դրա համար, որ այս իշխանության գլխավորը, մեր վարչապետը ինքն է ասել, որ խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո էլ խաղաղություն չի լինելու կամ կարող է չլինի, շատ հավանական է որ չլինի։ Դա այդ դեպքում ինչի ենք նման բանի հետևից ընկել եւ ինչի ենք մենք դա կոչում խաղաղության պայմանագիր, եթե դա խաղաղություն չի բերելու, չէ՞։ Այո, դա ճիշտ է, խաղաղության պայմանագիր չէ, դա կապիտուլյացիոն պայմանագիր է, այն ինչ որ հրճակվեց ամսի 9-ին այդ հրճակագիրը, գիտեք, նշանավոր դա իրական շատերը կոչեցին կապիտուլյացիա եւ այն ոչ դա կապիտուլյացիա չէր, դեռևս չէր, բայց սա արդեն կապիտուլյացիա է եւ այսինքն տոտալ կապիտուլյացիա է եւ մենք գնում ենք արդեն արագացված տեմպերով
այն բաներին, որ ասենք գուցե մի 6 ամիս առաջ կամ մի տարի առաջ անգամ այս մեր իշխանությունը չէր համարձակվի խոսել այդ բաների մասին եւ խնդիրը ինչ է որ այդ անպայմանագրի մեծամասնության գետերը համարյա բոլորը մենք չգիտենք թե ինչի մասին է այնտեղ խոսվում, այսինքն այնտեղ կա մի վատ բան, որը մեզնից գաղտնի են բաղում, հակառակ որ հենց մեր վարչապետը ինքը սկզբնական շրջանում ասել էր, որ ոչ մի բան թաքուն չի լինելու, ամեն ինչ այսպես բացահայտեն, նախ ձեզ ենք հարցնելու եւ այն, հարցրու ինչի՞ չես հարցնում, ինչ ես ստորագրում, հետո պիտի հայտնես։ Բայց մենք գոնե վերջի 2 կետով, այն էլ Ադրբեջանի միջոցով իմացանք թե ինչի մասին է խոսքը գնում։ Օրինակ, վերջի 2 կետերը դրա մասին էին, որ սահմաններում չեն լինելու օտար, ասենք, ուժեր եւ այլ ներկայացուցիչներ, եւ երկրորդը այդ ձեր ասած մայր օրենքի մեջ փոփոխություններ կատարել է, որը սկզբից միջազգային ատյաններից հայցերը հետ քաշելու մասին էր երկրորդ պահանջը։ Այո, եւ դա մեզի ձեռնդու է թե չէ։ Իհարկե Ադրբեջանն է ձեռնդու, որովհետեւ գլխավոր հանցագործությունները իհարկե նա էլ դադի է գնացել, որ մեզ բանան է ներքաշե ինչ որ հանցագործությունների մեջ, սակայն իրենցը քանի որ թույլ է, բայց մերը ուժեղ է։ Մենք այստեղ գործում ենք, իրենց շահող են դուրս գալու։ Թուրքիայում տրամադրությունները ինչպիսին են Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում, արդյոք կա այն ողջավորություն, ինչ կա Հայաստանի իշխանությունների մոտ, որովհետև մենք Թուրքիայի պաշտոնյաներից բարբերաբար լսում ենք հայտարարություններ, որ Հայաստանը պետք է կատարի Ադրբեջանի պահանջները, դրանից հետո նոր իրենք որոշակի առաջընթաց կգրանցեն հարաբերությունների կարգավորման բանակցությունների առումով, առհասարակ Թուրքիայում վերլուծական քաղաքական դաշտում ինչպիսին են քննարկումները եւ մամուլում ինչ շեշտադրումներ են արվում այս ուղղությամբ։ Տեսեք, Թուրքիո քաղաքականության մեջ Հայաստանի հարցը առաջնային չէ, երկրորդային էլ չէ, կարող է երրորդային, չորրորդային կամ անգամ 5-րդ դեղում գտնվի։ Սակայն այնուամենայնիվ կարևոր մի բան է, անգամ եթե երրորդ շարքի լինի, ավելի կարևոր բաներ լինեն, կարևոր խնդիր է Հայաստանի հետ այս գործարքը։ Գործարքը իհարկե հատկապես կարևոր է, ոչ տեսեք չեմ ասում հարաբերություններ, ասում եմ գործարքը։ Գործարքը կարևոր է, որովհետև այստեղ մի արևտուր է գնում, ավելի ճիշտ է դուր է գնում մեր կողմից, իրենց կողմից էլ առ է գնում, իրենք շահում են, մենք կորցնում ենք, եւ այս արևտուրը ի օգուտ Թուրքիայի եւ Ադրբեջանի եւ ինչ որ Ադրբեջանին օգուտ է, նաեւ Թուրքիային է օգուտ։ Իրենք իրար հետ աշխատում են եւ մի ընդհանուր ծրագիր ունեն, որը ուզում են ավարտին հասցնել։ Իհարկե այստեղ sense մի բան կա, Թուրքիան ուզում է ավարտին հասցնել, սակայն Ադրբեջանը, Ալիևը, քանի, ասենք, բռնել է մեր սեղմում է մեր գոգորտը, ուզում է արևելյակույնը ստանա, քանի որ արդեն դվող կա, ամեն ինչին համագերբվող կա, ընդունող կա բոլոր հրահանգները, որ անգամ հրամաններ կարելի ասել այլևս, ուզում է արևելյակույնը վերցնել, մի բան էլ ավել, քանի որ մենք տալիս ենք, ինքը մի բան էլ ավելն է ուզում, դրա համար ինքը դեռևս չի ուզում վերջնական ստորագրությունը կրել, եթե ստորագրությունը դրեց արդեն վերջացավ, չի կարող այդ գործընթացը զարգանա, առաջ տանել այդ գործընթացը, կարող է իհարկե ուրիշ ձևերով անի, սակայն դա շատ դժվար է արդեն։ Հիմա գնում է այդ գործընթացը առաջ։ Դրա համար ուզում է մաքսիմումը վերցնել Հայաստանից։ Եվ այդ մաքսիմումը մենք տալիս ենք, արդեն կամավոր ենք տալիս։ Տեսեք, մի շատ հասարակ մի օրինակ տամ, Ալիևը խոսում էր Մեղրի Միջանցկի մասին։ Միջանցկի, մի հատ Միջանցկի ուզում մարդը։ Իսկ մեր վարչապետը ինչ ասեց, ինչի մեկ, ասեց, ես իրենց 3 հատ եմ տալու։ Բայց քեզանից ով էր ուզում 3 հատ, քեզնից մի հատ էին ուզում։ Հիմա դու 3 հատ ես տալիս, հիմա Ալիևը սկսել է արդեն ամբողջ Զանգեզուրը պահանջել, ինչի, որովհետև 3 հատ ճանապարհ որ տաս, ամբողջ Զանգեզուրն է տա։ Այսինքն ինչքան ճանապարհ գոյություն ունի կամ չունի, կամ ուներ ժամանակին, այսօր չկա, դա տալիս ես։ Այսինքն մենք այն վիճակի մեջ ենք, որ այս հարաբերություններում Ադրբեջան-Հայաստան, այսինքն ինչ հարաբերություն, բանը մենք
առաջ ենք գնում, Ալիևը մեր հետևից է վազում շարունակ, մենք ենք ինչ որ մի բան առաջարկում, Ալիևն էլ ասում է խոստացել ես դուր, ասում են, չէ, բացահայտ ասում են իրենք այդ ձևակերպումով։ Հիմի Ադրբեջանի խնդիրը ավելի շատ ստանալն է, դրա համար ուշադրություն, սակայն Թուրքիան այսպիսի խնդիր ունի դրած նաև մեր առջև ամեն անգամ որ մենք գնում ենք տեսեք նորից գնացինք թուրքերի մոտ ամեն անգամ որ մենք գնում ենք թուրքերի մոտ խնդրելով աղաչելով ծնգի գալով եւ այլն թուրքերը ասում են գնա այնտեղ գնա Ադրբեջանի մոտ նրա բանջները բավարարի ինչ որ կա չնայած Թուրքիային էլ արդեն շատ դուր չի գալիս որ չափից ավել է բանջում Ալիևը որտեղ այսքանն էլ հերիք է լրիվ հատկապես օրինակ Միջանցկը մի հատ այդպիսի մի եւ մենք տեսեք այսօր ինչեր ենք ասում արդեն բեռները չեն ստուգվելու կարող է միայն ռենտգենով անցնի կամ բանի Ադրբեջանի կողմից հայտարարակրեն ինչ բերգա եւ այլն հետո Հայաստանի տարածքով անցնեն բայց դա ինչ եղավ դա եղավ որ իմ սուվերեն այդ գարքավիճակը սխախտվեց եւ իրենք անցկացնում են ինչ ուզում են եւ նաեւ ուզում են դա էլ է կարեւոր միայն ինչը չէ ումը մենք տեսանք չէ 44 օրվա պատերազմի ժամանակ թե ինչ տերորիստներ եկան Սիրիայով եւ այլն նրանք ուրիշ ճանապարհներով եկան սակայն այստեղ արդեն ամենօրյա ամեն ժամյա կարելի է ասել ճանապարհն է 42 կիլոմետր ընդամենը եւ մենք տալիս ենք եւ դա արդեն ինչպես ասեցի կապիտուլյացիա է հիմա ինչպես ասում եմ Թուրքիայի այդքան դուր չի գալիս շատ առաջ գնալը սակայն այնուամենայնիվ բիդի Հայաստանը վերջիվերջո ստորագրի այդ պայմանակիրը եւ իհարկե Ալիևն էլ պետք է ստորագրի որ ավարտվի այդ գործը ու այն ժամանակ Հայաստանը գնա Թուրքիայի մոտ եւ կատարի այս անգամ Թուրքիայի բանջները չնայած որ մենք այսօրվանից Թուրքիային սիրաշահելու համար արդեն թե գուցե Թուրքիան այդ պայմանը գմեղմացնե թե գնացեք Ադրբեջանի հետ ավարտեք այդ գործընթացը որովհետեւ այս կողմը չի ավարտում ինչ էլ մենք անենք տանք եւ այլն չի ավարտում դրա համար մենք մերոնք փորձում են Թուրքիային սիրաշահել ինչ որ բաներ Թուրքիային ներկայացնել տալ որ գուցե Թուրքիան այն ժամանակ մտածի թե առանց Ադրբեջանի էլ ինքը կսկսի Հայաստանի հետ ինչ որ շփումների եւ այլն բայց դրա հավանականությունը որքան է արդյոք Թուրքիան այդպիսի քայլի կգնա առանց Ադրբեջանի որովհետեւ նրանց հայտարարությունները հենց այդ մասին են միայն որ կատարեք նախ Ադրբեջանի պահանջները եւ դուք ասում եք որ գուցե Թուրքիայում էլ այդքան գող չեն Ադրբեջանի այս պահվածքից բայց նրանք նույն տեմպով շարունակում են պնդել բոլոր այն պահանջները, որոնք Ալիևն է առաջ քաշում, նույնիսկ Հայաստանի սահմանադրության փոփոխություն։ Եվ դուք ճիշտ եք, իսկ իրենք մի նշույլ բանը հույս ունեն, որ գուցե համոզեն դրա համար է սահմանային գետը սարքեցին, դրեցին, բաներ թուրք լրագրողներին կանչեցին, ցույց տվեցին եւ բացատրեցին, թե մենք ինչքան ենք խոնարհվում ձեր բոլոր պահանջները կատարում ենք, թե գոնե մի բան արեք, գոնե սահմանային գետը բացվի անգամ թեկուզ ոչ հայերի համար, անգամ ադրբեջանցիների համար բացվի, սակայն սահմանային գետ բացվի, որ ժողովրդին էլ ցույց տան թե իրենք մի բանի հասել են, իրենք մի բան կարողացել են անել, բայց հենց դա չի ուզում Թուրքիան մեզ դա, իհարկե Թուրքիան դա 30 տարի է չի ուզում անել, տեսեք, երկու երկրների միջև հարաբերությունը դիվանագիտական հարաբերություն է, ուրիշ տեսակի հարաբերություն չի լինի, այն որ երկու հոգի գնում իրար հետ սուրճ են խմում, դա դիվանագիտական հարաբերություն չէ, եւ Թուրքիան ինչի համար չի անում, առաջի հերթին Հայաստանի մարդահաշիվ չի ուզում անի, եթե դիվանագիտական հարաբերություն ստեղծե, նույն մագարտակի վրա իրար հետ հավասար պետք է նստեն, խոսեն դրանից հետո։ Ոչ, դա չի ուզում Թուրքիան։ Երկրորդը դա ցույց է տալիս, որ Թուրքիան հերուն գնացող նպատակներ ունի Հայաստանի հետ։ Այսինքն, եթե այսօր Հայաստանի դիվանագիտական հարաբերություն ստեղծե եւ վաղը ինչ որ Հայաստանի դեմ գործարք դարբեր տեսակետի կարող է լինի, գործարք փորձի անի, դա արդեն այդքան հարմար չէ, սակայն այսպես Հայաստանին բանի տեղ չի դրել արդեն, չի ճանաչում, որ դիվանագիտական հարաբերություն չի ստեղծում, ճանապարհները չի բացում, Հայաստանը շարունակ խնդրում, աղաչում, բաղադրում է, եւ ողորմություն ցանկացողի վիճակում է Հայաստանը եւ դրան ողորմություն ցանկացողին արդեն չեն նայ վրա մի կարող է մի 50 կոպեկ գցեն արջևը ու անցնեն գնան իրեն չեն մոդենա իր այդ չեն բանի
Դրա համար դա էլ է ցույց տալիս, որ կարող է Թուրքիան երում գնացող նպատակներ ունի այնտեղ Հայաստանի հետ կապված։ Մասնավորապես ինչը կարող է դա լինել եւ արդյոք դրանով եք պայմանավորում նույն ռուսական ռազմաբազայի վերաբերյալ խոսակցությունները այս պրոիշխանական շրջանակներում, որ պետք է անպայման այն դուրս բերվի Հայաստանից, մենք ինքնիշխան պետություն ենք եւ այլն։ Շատ ճիշտ եք, սակայն դա միայն Թուրքիայի հետ կապված չէ, սա Թուրքիայի պայմանը չէ, այլ նաեւ սա դա գլոբալ խնդիր է, գլոբալիստների, լիբերալիստների քաղաքականության մասն է։ Հիմա Փարքաստո գլոբալիստները ուժ գործրեցին Ամերիկայի կողմից, որը թելադրող էր ամբողջ աշխարհում, սակայն գլոբալիստները շարունակում են Եվրոպայից ինչ որ իրենց գործունեությունը շարունակեն, իմիջիալոց նաև Ամերիկայում էլ հանգիստ չեն։ Դա կա։ Եվ դա այն գլոբալ ծրագիրներ, խնդիրը դա է, որ գլոբալ ծրագրի մեջը շատ լավ հարմարվում էր Թուրանի գազམ་ությունը։ Եվ Թուրքիայի գլխավոր նպատակը այն 100 տարվա երազանքն է, որ Թուրանը գազմի, եթե Թուրանը գազմեց Թուրքիան, այսինքն Ադրիատիկից մինչև Չինաստանի սահմանը մի պետություն ստեղծեց, այլևս Թուրքիային կանգնացնել չի լինի եւ անգամ, ասենք Ամերիկայի նման հսկա չի կարող կանգնացնել։ Դրա համար էլ ես հույս եմ ունեցել եւ այսօր էլ ունեմ, որ մենք Սյունիքը չենք կորցնի։ Ինչի համար, որովհետեւ Սյունիքը պետք է ոչ միայն հային, այլ նաեւ ռուսին եւ Իրանին եւ նաեւ չնայած մի քիչ բան է հնչում, մի քիչ հագարակ է հնչում, սակայն նաեւ Ամերիկային, ինչի համար, եթե Ամերիկան կամ գլոբալիստները ասեն, գլոբալիստները ստեղծեցին Թուրանը, կստեղծվի մի քանի 100 միլիոնանոց հսկա մի պետություն եւ աշխարհի ամենամեծ պետությունը կդառնա։ Եվ դա արդեն եթե ստեղծվել է, այլևս այն Թուրքիային կանգնացնել չի լինի, ոչ մեկը էլ չի կարող կանգնացնել աշխարհում։ Դրա համար էլ որպես ապահովիչ Հայաստանի այդ հարավային մասը Զանգեզուրը պետք կլինի այն ժամանակ բոլորի համար, նաև գլոբալիստների համար, որ պետք եղած ժամանակ կանգնացնեն Թուրքիային։ Իսկ նայենք թե ինչ էին Թուրքիայի պահանջները։ Թուրքիային 30 տարի 3 հատ գլխավոր պահանջներ, մանրմնորների մասին չենք խոսում, գլխավոր պահանջ մեկը Արցախի հանձնումը Ադրբեջանին, երկրորդը այսօրվա դե ֆակտո սահմանը Թուրքիայի եւ Հայաստանի միջև ընդունելը դե յուրո դարձնելը եւ երրորդը հրաժարվել ցեղասպանության բահանջադիրությունից։ Տեսեք, ոչ թե ցեղասպանությունից, այս բահանջադիրությունից։ Դրա համար է մեր վարչապետը շատ հանգիստ կարողանում է ասի ցեղասպանությունը եղել է, ես ընդունում եմ, որ ցեղասպանություն եղել, սակայն մեր օրակարգում չէ։ Ինչ ստացվեց, հենց Թուրքիայի ցանկություններ դա կապիտուլացիա չէ, բա ինչ է։ Երկրորդը սահմանի հետ կապված այն մի հատ ժեշտի կտոր ունի Հայաստանի պատկերմամբ, դա ցույց է տալիս, որ սա է Հայաստանը եւ ուզում է ասել, որ սա է Հայաստանի սահմանը։ Եվ իմիջիալոց ժամանակին Սերժ Սարգսյանի ժամանակ է պրոտոկոլների մասին էր խոսում էր, այն ժամանակ էլ ինչ որ մարդիկ խոսում էին, որ դե սահմանը գա, մեկ է, այն կողմը թուրքերն են, այս կողմը մենք ենք, դե սահմանը գա, դե ստորագրենք, գել մենք ընդունենք, որ սա արդեն մեր սահմանն է։ Սակայն 100 տարի առաջ հենց օտար պետությունները, եվրոպացիները, մեծ տերությունները դա հատուկ են արել մեր շահին ամենամատ, որ որովհետև այդ սահմանը չի ընդունված Լոզանի դաշնագրով էլ այդ սահմանը գոյություն չունի, այնտեղ սահման գոյություն չունի, դե ֆակտո է այդտեղ սահմանը։ Միակ պայմանագիր այդ սահմանի հետ կապված բանի Մոսկվայի կամ Գաղարցի պայմանագիրն դրա համար էլ 30 տարի թուրքերը մեր հետևից ընկել էին ու ասում էին, բա Գաղարցի պայմանագիրը դուք ստորագրել եք, եկեք հիմա ընդունեք, ինչի չեք ընդունում։ Բայց մենք ճիշտ էինք անում, որ չէինք ընդունում, որովհետև դա վավեր պայմանագիր չէր, ըստ միջազգային օրենքների, լավ դրա մասին չխոսենք, դա երկար կտևի։ Բայց կարծես թե ամեն ինչ անում են, որ հիմա դա էլ ընդունում։ Հենց դա է խնդիրը։ Այսօր այդ Հայաստանի բանը այդ քարտեզը ցույց տալը դա է նշանակում, որ սա մեր սահմանն է։ Սա մենք ընդունում ենք որպես սահման եւ Թուրքիան մեսեջ է տալիս։ Եվ նաև Արևմտյան Հայաստանի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությունները, երբ որ նշում է, որ Արևմտյան Հայաստանի սահմանների մեջ
արևմուտք եղած հատվածներն են։ Այո, բացահայտ կերպով է ասում արդեն, ինչպես ասացին քիչ առաջ, գուցե մի տարի առաջ, 2 տարի առաջ այսպիսի բան չհանդգներ ասելու, սակայն արդեն հասել են այն վիճակին, որ բացահայտ ասում են եւ արդեն այդ սահմանի ընդունումը դե յուրո ընդունումը եւ եթե այսպիսի խոսույթ կա նաեւ կգնան նաեւ դրան որ մի բան էլ կստորակրեն այդ սահմանը կճանաչեն այդ սահմանի այսօր դե յուրո դարձնելով արդեն խաչ կքաշենք մենք Արևմտյան Հայաստանի վրա այլևս երբեք մենք իրավունք չենք ունենա միջազգային իրավունք չենք ունենա այլևս վանի, Ղարսի եւ այլնի մասին խոսելով չնայած անգամ եթե մենք ընդունենք Ղարսի պայմանագիրը էլի գուցե մի բան կարողանանք բոգենք Ղարսի տարածաշրջանից, որովհետև դա միայն 25 տարով էր դրված թուրքերին, դրա համար էլ Ստալինը պատրաստի ավարտին, արդեն 25 տարին լրացել է, պահանջեց։ Սակայն այնտեղ Թուրքիան այնպիսի մի խաղ արեց, ՆԱԹՕ-ն դավ եւ այլն, Ամերիկան այնտեղ պաշտպանեց, Ստալինը հետ կանգնեց, որովհետև արդեն շատ մեծ խնդիր կներ այն ժամանակ։ Սակայն անգամ դա գոնե մի քիչ ձեռնդու գլներ, սակայն ես կարծում եմ, որ եթե Թուրքիան մեզ բարդատրի ինչ-որ մի բան ստորագրել, կբարդատրեն նոր պայմանագիր այսօրվա գոյություն ունեցող դե ֆակտո սահմանների հիման վրա։ Բայց նույնիսկ Նիկոլ Փաշինյանի այսքան զիջումների ֆոնին Թուրքիան եւ Ադրբեջանը շարունակում են նորանոր պահանջներ ներկայացնել։ Դուք լավագույնս ներկայացրեցիք, թե ինչպիսին է Ադրբեջանի քաղաքականությունը, իսկ Թուրքիան ինչ է ուզում այս պահին, ինչու գոնե գետ 1 ընթառաջ քայլ Հայաստանին չի անում։ Այսքան զիջումների ֆոնին։ Տեսեք, դրա մասին ես արդեն 30 տարի է խոսում եմ, մեր առաջինի ժամանակ այդքան չէ, բայց երկրորդ եւ երրորդ նախագահների ժամանակ եմ խոսել, որ սա սխալ մոտեցում է Թուրքիայի հետ։ Թուրքիայի հետ փափուկ լեզվով չի կարելի խոսել։ Թուրքիայի հետ ուժի դիրքից պետք է խոսես, անգամ եթե ուժ չունես, բայց այդ կեցվածքով պետք է խոսես, այն ժամանակ կզգաստանա թուրքը, ադրբեջանցին էլ, թուրքն էլ, Թուրքիայի բնակիչն էլ եւ անգամ ասենք քրդերը եւ այլն։ Դա իմիջիալոց մենք բանի ցեղասպանության ժամանակ այդպիսի օրինակներ կա։ Նա ով դիմադրում էր մինչև վերջ, այո գուցե իրեն վերջում սպանում էին, սակայն հարգում էին, մեծ հարգանքով թաղում էին, բանին անում։ Սակայն ով որ իրենց ոտերին էր փաթաթվում, դա արդեն իրենց համար նշանակություն չուներ, բայց անգամ շան արժեք չուներ, մի անգամից վիզը կտրում էին, դեն էին գցում, մի հատ թքում էին վրան։ Սա է Թուրքի բնավորությունը, Թուրքի եթե ինչ որ թշնամի ունեք, հակառակորդ ունեք եւ այն դա այդ խնդիրներ ունեք, պետք է անպայման իրենց հոգեբանությունը իմանաք։ Եթե հոգեբանությունը չիմանաք, մտածեք թե հա, ես ոնց եմ մտածում, նա էլ այդպես է մտածում, շատ սխալ դեր կհասնեք եւ դա արվեց 30 տարի շարունակ։ 30 տարի շարունակ արվեց եւ այսօր էլ արվում է։ Եվ ինչպես քիչ առաջ ասեցի, հույս ունեն, որ գուցե մի բան ընթരാճ է, մենք շատ էսենց փռվենք իրենց ոտերի տակը, բայց չի լինելու, քանի դու այդպես անես Թուրքի բանը վերաբերմունքը ավելի վատանալու է։ Բայց այսպիսի իրավիճակ 30 տարվա մեջ երբ է եղել։ Սերժ Սարգսյանը գրողի ծոցը ուղարկեց, ինչպես ինքն էր ասում, այդ արձանագրությունները։ Նիկոլ Փաշինյանն է, որ կատարում է նրանց պահանջները։ Ես չեմ հիշում նախկին նախագահներից որևէ մեկը, թե առաջին, թե երկրորդ, թե երրորդ, որ կատարեր Թուրքիայի պահանջները։ Չէ, Թուրքիայի պահանջները չէ, այո, միայն այսօր են, այսօր խայտարակ վիճակ է եղել։ Սակայն տեսեք, ես ձեզ բարձ օրինակ տամ, երբ որ Լևոն Տեր-Պետրոսյանը խաղաղության ձեռք էր մեկնում, այդպես էլ ասում էր, ձիթենու ջուղ էր մեկնում, ասում էր անգամ Լևոնը այս քաղաքականությունը սկսեց իարգե առաջ անգամ, եւ որովհետեւ թուրքերին ասեց, որ եկեք մենք իրար հետ սահմանները բացենք, խաղաղություն անենք, իրար հետ արևտուր անենք, բնկերանանք եւ այլն, ես ասեց այդ բանը ցեղասպանության դոսիեն պիտի դնեմ ինչ որ մի դարագի մեջ, գզրոցի մեջ եւ հավատացեք մենք այդպես իրար հետ ներվելուց հետո նա չի իջնելու, այսինքն ինքը ասեց որ այն ժամանակ ոչ մեկը ես էլ չեմ կարող ասեց ոչ մեկը Հայաստանում չի կարող ասել որ ցեղասպանություն չի եղել դրա համար ասեց ես ուտես ուրիշ բան եմ առաջարկում դնեմ գզրոցը մենք էլ բարեկամանանք իրար հետ կմոռանանք գնաց ոչ մեկը էլ չի հիշելու դրա մասին իհարկե դա ձեռնդու էր թուրքերի համար բայց իրենք քանի որ շատ նացիոնալիստ են շատ ծայրահեղ են չհասկացան դրա արժեքը եւ
Եվ այս մոդեցումն է, որ եթե Թուրքին մեղմ ես մոդենում, ինքը միանգամից գլուխ է բարձրացնում։ Եթե դու իրեն բինդ ես մոդենում, գլուխը կարող է թեքե ծրել գլուխը։ Այդպես եղավ։ Հետո որ եկավ Քոչարյանը ընդունված էր որպես նաև հատկապես Թուրքիայում որպես բազե աղավնիներ եւ բազեներ եւ չեք պատկերացնի այն ժամանակ բոլոր թուրքական թերթերը գրում էին վայ մեզ ինչ սխալ գակայլ արեցինք հիմա բազեները եկան այ հիմա մեր գործը դժվար կլինի Հայաստանի հետ ասեն մենք Լևոն Տեր-Պետրոսյանի երկարած ձեռքը պետք է բռնեինք սա է թուրքի մոդեցումը սակայն դժբախտաբար քանի որ Քոչարյանն էր իրենց հոգեբանությունը չեր ճանաչում եւ հավանաբար իրան մոտ նաեւ իրեն Կարգին խրատվող մարդ չկար Թուրքիան կամ թուրքերին ճանաչող չկար ինքն էլ սկսեց առաջի իր ելույթներով Թուրքիայի հետ կապված ասեց մենք ուզում ենք թուրքերի հետ եղբայրնանալ ընկերություն անել բարեկամություն սահմանը բացվի արետուրանը սրանք թուրքերը մի օր առաջ թերթեր ուրիշ բան էին գրում թե այդ իրենց բանը իրենց գլուխն էին ծեծում մազերն էին բոկում թե վայ ես մենք ինչ սխալ արեցինք բազե եկավ հիմա մի սորը տեսամ որ վայ ես էլ նույն բաներն է ասում մի անգամից սկսեցին գրել չէ մենք Հայաստանի հետ երբեք բարեկամություն չենք երբեք դռները չպիտի չբացենք եւ այլն սա է բայց այսօր ընդհանրապես այսօր ինչ են գրում այսօր լրիվ իրենք են բազե դարձած իրենք են բանանում թե հայերը ովքեր են որ հայերը բանի պետք չէ ընդհանրապես իրենց այդ գործ ունենալ արդեն հայերին զնգի են բերել եւ այն այդպիսի մոդեցում կա այսօր հետեւաբար ինչ պետք է անել այսպիսի իրավիճակում օրինակ ես այն ժամանակ դեռ ասում էի որ եթե ես վարչապետ լինեմ կամ պրեզիդենտ լինեմ երկրի իշխանավորը ես կգնամ այդ սահմանը չէ որ դա արդեն սիմվոլիկ էր դարձել սահմանը փակվելուց հետո թուրք-հայ հարաբերությունների հետ կապված կամ չգոյության հետ կապված ես կգնամ այդ սահման եւ մի այս գլխից չափ գողբեկ կվերցնեմ այդպես գողբեկը կդնեմ եւ կասեմ դե հիմա ես եմ փակում տեսեք թե ոնց եք բացում կտեսնեք թե թուրքերը ոնց կսկսեն իմ ոտը սկալ թե խնդրել աղաչը ասեն չի լինի էլի եկեք մի լեզու գտնենք մի բան անենք այս սահմանը պիտի բացվի արեք եւ այլն թուրքերը դա ինձ պետք է մոտենան իսկ այսօր արդեն լրիվ ուրիշ բան է այսօր ողորմածության վիճակի մեջ ենք այսօր մենք կապիտուլացիայի վիճակի մեջ ենք եւ մենք մեզ դնում ենք այդ վիճակի մեջ ոչ թե մենք հասել ենք այդ վիճակին այդ պատճառով գնալով ավելի է տեսեք այն ժամանակ երբ որ մեզ արադասահմանից այդ բանակցությունների բան ժամանակ ուզում էին համոզեն ասում են լավ գոնե մի հատ գյուղ տվեք մի հատ կամ երկու հատ սրանց համոզենք իրենք էլ ստորագրեն մենք արդեն բերել ենք իրենց այդ վիճակին բայց իրենք էլ պիտի բարձերես դառնան իրենց ժողովրդի առաջ մերոնք հրաժարվում էին գետ մի գյուղ հանցնելով եւ ճիշտ էին անում թուրքիդ այդպես պետք է վարվի եւ այսօր ինչ վիճակում ենք որովհետեւ Թուրքին մի բան տվեցի, երկրորդն է, երկուսը տվեցի, երրորդն է, երեքը տվեցի, չորրորդն է, դրա վերջը չի լինելու, իսկ սրանք մի կողմից, այո, հրանգով են անում այս ամեն ինչը, սակայն մյուս կողմից իսկապես են իրենք հավատում են, որ եթե այսպես լրիվ դան ամեն ինչը ինչ որ ուզում է դիմացի կողմը, այն ժամանակ դե իրան ուզածն է էլի Պիտի ստորագրե, պիտի ընդունի, այն ժամանակ պիտի վերջանա։ Եվ տեսնում եմ, որ չէ, այդպես չէ։ Ամեն ինչ տվել են, այս անգամ նոր պահանջ է գալիս, էլի չի ստորագրում, ինչ որ ուրիշ բաներ է առաջ տանում, ասենք ասում է գրագեցիք, չգիտեմ ինչ արեցիք եւ այլն։ Սա է, պիտի ոչ մի զիջման չգնաս Թուրքի հետ։ Պիտի միշտ բարձր դիրքից խոսես իր հետ։ Այն ժամանակ քեզ հետ հավատացեք ամենալավ օրինակը դամ Թուրքերը 18 թվականին եւ այն առաջ խաղացում էին անում եւ մերոնք ասում են եկեք խաղաղություն անենք խաղաղության պայմանագրի մասին խոսում են այդ ընթացքում թուրքը առաջանում էր քանի սրանք խոսում են նրանք առաջանում էր եւ այլն մեկ էլ տեսանք որ արդեն մտել են Ղարս արդեն մտել են Ալեքսանդրապոլ եւ այլն ու չեն կանգնում ինչ կդարվեց վերջում որ թուրքերը կանգնեցին մենք ունեցանք Սարտարաբադ Սարտարաբադը ինչ էր, մեծ պատրազմ շահեցինք, մենք չէ, միայն այդ Սարտարաբադում, իհարկե նաև Կարաքիլիսեում եւ այլն, Սարտարաբադում մի հատ հարցակում գործեցինք թուրքին, որ փախավ։
Այսինքն մինչև այդ միշտ առաջ էին գալիս, մենք նահանջում էինք։ Թուրք զինվոր փախավ, այնն զինվոր էլ չկար համարի արդեն այն ժամանակ։ Հոգևորականները, ժողովուրդը, բահբորիչը վերցնողը գնացել էր սահման։ Հենց դա կատարվեց, այդ մի փոքրիկ հաղթանակը կատարվեց, թուրքերը միանգամից ասացին եկեք խաղաղություն անենք։ Նոր Սարդարապետի հնարավորություն տեսնում եք այս իրավիճակում։ Միայն Սարդարապետից հետո կարող է թուրքը զգաստանա եւ այն ժամանակ ինքը կգա մեզ կխնդրե թե արի ստորագրենք, արի մի բան ստորագրենք, խաղաղություն անենք եւ մենք այն ժամանակ կարանք սկսենք թելադրել, թե չէ, սա հանում ենք, սա չի լինի, սա սենց կլինի եւ այլն, մենք կարող ենք թելադրել։ Կարող ենք ասենք, որ չէ, մենք սա մի գոմ ենք դնում, սկսում ենք 0 կետից, ինչպես որ մի անգամ սկսեցինք։ Պիտի ասենք 0 կետից ենք սկսում, իհարկե պատճառներ կարող ենք բերել, պատճառներ շատ կա, միշտ էլ գճարվին պատճառներ, եւ դեռ եթե Մինսկի խումբն էլ չի ոչնչացված եւ այլն, կարող ենք ինչ որ կողմնակիցներ էլ գտնենք, կան, այսօր էլ կան, այսինքն իրենք, ասենք Իրանը մեզի շատ է հետաքրված, մեզնից շատ է պաշտպանում եւ գուցե նաեւ այդ կորիդորը մենք վաղուց տվել էինք, եթե Իրանի հակազդեցությունը չի ներ։ Տեսեք, այն Իրանը, որ ասում է չի լինի սա իմ գարմիր գիծն է, նա չի ասում Ալիևին, նա ասում է Փաշինյանին։ Չլինի, չտեսնեմ, որ դու հանցնես, ասում է, դրա համար էլ եկան դեսպանատուն դրեցին, չէ՞, Սյունիքում։ Չլինի, որ հանցնես, ասում է, ոչ թե չլինի, որ հարձակվես ու վերցնես։ Նա չի հարձակվում վերցնում։ Նա սպասում է, որ հանցնենք մենք։ Այս պայմաններով խաղաղություն չի լինելու, այսինքն։ Սա խաղաղություն չէ։ Սա կապիտուլյացիա է։ Այո, ամբողջ երկիրը որ դաս վերջում կլինի, սակայն ասում եմ, ախորժակը բացվում է։ Վերջում իրենք պահանջելու են, տեսեք, ես վստահ եմ, որ Արցախն էլ 100%-ով չէր տրվելու։ Այսինքն Ալիևը հույս չուներ, որ Արցախը կստանա, ինչ որ մի բան պիտի մնար Արցախից։ Եվ այնտեղ էլ ռուս զինվորները պիտի մնային, դրա համար էլ մտեն, գոնե ինչ որ մի մասը բայելու համար։ Սակայն ինչ եղավ, մենք տվեցինք Արցախը։ Այն որ Հայաստանի վարչապետը ասում է, ուզում են Հայաստանին ներքաշել այս պատերազմի մեջ, մենք չենք ներքաշվելու, դա նշանակում է, որ ես չեմ խառնվելու, ինչ ուզում ես արա, չէ՞։ Սա է։ Այն որ գնաց Ստեփանակերտ եւ ասեց Արցախը Հայաստան է եւ վերջ, դա պատերազմի սկիզբ էր, ինչի եւ շարունակ ասում են, որ բա գիտեք, նախկիններն էլ իրենք կարող են Հայաստանին միացնեին, ճանաչեին եւ այլն չարեցին։ Իհարկե չարեցին, ինչի չարեցին, դա շատ բարձ պատճառ ուներ, որովհետեւ Ադրբեջանը արդեն ասել էր, որ սա ինքը ընդունելու է որպես պատերազմի պատճառ, եթե Հայաստանը ճանաչի կամ բանին Հայաստանին միացնի։ Իսկ մերոնք ինչ էին ասում։ Ասում էին, որ մենք չենք ճանաչում դերևս, որ բանակցությունները չընդհատվեն, սակայն եթե Ադրբեջանը հարձակվի, այդ րոպեին մենք կճանաչենք։ Դա ճիշտ մոդեցում էր իհարկե, որ պատերազմ չլինի, երկու բան ապահովագրություն, որ պատերազմ չլինի, մեկը, որ մենք չենք ասում, որ պատերազմ չլինի, բայց դուք եթե բան անեք, բան կլինի, մենք կընդունենք, դրա համար ավելի լավ է դու չսկսես պատերազմի։ Բայց ինքը ինչ արեց, գնաց հրահրեց, դա հրահրում է, ինքը շատ լավ գիտեր թե ինչ է անում, ասեց Հայաստան է, Արցախը եւ իր գորեդո համարյա պատերազմը սկսվեց, հենց դրա համար է սկսվեց իհարկե պատերազմը։ Հիմա իհարկե այլ բան են ասում, բայց ամեն դեպքում իրականությունը դա է, պատմությունը ինչպես է հիշելու Նիկոլ Փաշինյանը։ Հետո նույն մարդը եկավ, ասեց Ադրբեջան է, բա որ Ադրբեջան էր, ինչ էր ասում Հայաստան է, բա որ Ադրբեջան էր, եթե Ադրբեջան է, տեսեք հիմա դրա շարունակությունները կան, չէ՞։ Եթե Ադրբեջան էր եւ հայերը այդքան տարի ինչ որ տարածքներ իրանցով են զինված խմբեր եւ այդ մարդկանց բակվում ինչի են դատում տերորիստական կազմակերպության ղեկավար որպես դատում են ինչ է տերորիստական բայ այնց Արցախի կառավարությունը իրենք ընդունում են որպես քանի որ ասում է իմ հողերն է դու էլ ճանաչել ես Հայաստանի կառավարությունը ճանաչել է սա որպես Ադրբեջան, ուրեմն դու զինյալ խմբավորումներ ես ունեցել իմ մոտ եւ բայկարել ես Ադրբեջանի բանակի դեմ, այսինքն քո բանակի դեմ, որը իրականում քո բանակն է։
վաղը ստացվելու է որ եւ արդեն խոսում է Ադրբեջան դրա մասին, այն հայաստանցիները, որոնք գնացել են Արցախը պաշտպանում եւ այլն, նրանք բոլորը terrorist են եւ բանջելու են։ Սակայն հետաքրքիր ինչ է։ Լավ, այդ դեպքում բանը Փաշինյանը դղուն էլ ուղարկեց Արցախ։ Հիմա դղունել է հանցնելու, եթե մյուսներին հանցնե, դղունել է հանցնելու որպես terrorist։ Դե մի անգամ համաձայնել էր ուղարկել։ Խոսքով իհարկե։ Հիմա ինչի՞ չի խոսում, դե այսօր մենք գերիներ ունենք, թող հանցնե դնանք։ Շնորհակալ եմ ձեզ հետաքրքիր զրույցի համար։ 168 TV եթերում ռևյուներ, հետևեք մեր հետագա թողարկումներին։